ցուցակում հետին տեղի վրա եմ, հենց այդ պնդումով, որպեսզի նախ հանրությանը նաև ու մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասելու, որ տղեկ մանդատի կռիվ չի սա կամ իշխանությունը փոփոխում է եւ մենք վերադառնում ենք արժանապատիվ անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը։ Երկրորդը, այո, ես նկատի ունեմ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որոնք որ չեն կարողանում նաև իրար հետ լեզու գտնել այս կամ այն ձևաչափով մասնակցելու տեղերով պայմանավորված։ Իդեպ շատ հետաքրքիր է ձեր 29-րդ համարը կներեք, եթե դուք նախորդը այս ֆրակցիոն կարծեմ այս խորհրդանում 28 հոգի եք, չէ՞, ոնց որ թե Ղեղաբազյանի պատերատվիկ դարձավ 27։ Հիմա հետաքրքիր է, եթե դուք 29 եք, մտածում եք, որ նախորդից էլ քիչ եք ձայն հավաքելու, որ նույնիսկ ձեզ չի հասնելու։ Ոչ, հակառակը ուղիղ։ Մենք մտածում ենք, որ ավելի շատ ենք հավաքել։ Բայց Այո, ես տեսեք, մենք մտադիր ենք, որպեսզի անպագորգոր չհնչի, հա, ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը եւ հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս է այդ վստահությունը, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանություն։ Եվ ընդդիմադիր դաշտը, եւ մենք այդ մասով շատ անկեղծ ենք եղել եւ ենք, ու ասում ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրը իր առաջ ունենալով գնա համագործակցության հետընտրական շրջափուլում։ Բոլոր այն ընդդիմադիրների, ովքեր որ մերժում են այս իշխանություններին, ես վարած քաղաքականությունը եւ ուզում են Հայաստանում բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կբերեն մեր երկրի արժանապատվության վերականգնում, մեր անվտանգության բարձրացում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Նաեւ ձեզ է մերժում։ Ովքեր։ Այդ ձեր նշած ընդդիմադիրներ, այդքան մեծ չի ցանկը, որ չկարողանանք նորոշենք ովքեր։ Աստված իրենց է։ Տեսեք, ես չեմ ուզում անդրադառնալ հիմա մեր ընդդիմադիր գործընկերների արտահայտած նույնիսկ առանձին դեպքերում անհաջող ձևակերպումներին։ Ես կարծում եմ մենք պետք է կենտրոնանանք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր հայրենակիցներին, թե Հայաստանում, թե Սփյուռքում, ովքեր որ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, կենտրոնացնելու այս իշխանություններին հեռացնելու օրակարգի շուրջ։ Անկամ նույնիսկ եթե կա քննադատություն, մենք կարող ենք հարգանքով մոտենալ այդ քննադատությանը, բայց որևէ ձևով չփակել համագործակցության ճանապարհը այս իշխանություններից ձերբազատվելու համար։ Նույնիսկ Ծառուկյանը, նախ մենք գնում ենք շատ մեծ ձայն հավաքելու, ստանալու համոզումով, ակնկալիքով։ Այո, եթե չի հաջողվում ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու, վերարտադրվելու հնարավորություն։ Ինչի հաշվին եք շատ ձայն հավաքել։ Բարի տեպ հարգելի հարգելի գործընկերներ, մենք էլ հարցեր ունենք։ Պարոն Մինասյան, մի քանի հարց ունեմ ձեզ։ Տեսակետ կա, որ ընդդիմադիր հայտնի եռյակի Հայաստան դաշինքի, Ծառուկյան դաշինքի ենթադրյալ, ինչպես նաև ԲՀԿ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի միասնական վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ունեք ներքին պայմանավորվածություն, որ եթե դուք 3 քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի տեխնացու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանն է եւ նրանք քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել, ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է եւ տրամաբանական բացատրություն է տրվել։ Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի տեխնացուին եւ աջակցելու են ընդդիմադիրները, առնվազն մենք մեր մասով աջակցելու ենք այդ տեխնացուին։ Ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։
Երկրորդը որևէ ակնկալիք, որևէ sense անձնական խիստ ձգտում, որ ամեն գնով չէ պետք է Հայաստան դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, ձգտում, մոտեցում, պնդում արված չի երբեք։ Եվ վերջապես երրորդ հայտնի անձնավորությունը, երբ որ փորձում է թիրախավորել անցնելով անձնական նաև արժանապատվության սահմանները վիրավորելով, հա, բերելով 3 բևեռներին անունը դնելով ինչ երրագլուխ կուսակցություն եւ այլն, ինքը ունենալով մի գլուխ այնքան արավիրք է բերել մեր երկրին, որ ինչ երրագլուխ, ինչ 10 գլուխ, ինչ 100 գլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր այս արավիրքների հետ, բայց ես ուզում եմ հարգանքով մոտենալ նաև ընդդիմադիր մյուս հատվածի մարդկանց, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ի վերջո տեսեք, կան նաև այլ ընդդիմադիր հատվածներ, որոնք նույնպես ակնկալում են հասարակությունից քվեներ։ Այո, առաջատարները գուցե մեր ձեր կողմից թվարկված 3 քաղաքական ուժերն են, բայց էլի ընդդիմադիր կուսակցություններ կան եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորին, բոլոր ընդդիմադիրներին։ Ի վերջո մենք նորից եմ կրկնում, մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որպեսզի այս իշխանության վերարտադրությունը իսպառ բացառվի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Media AM կայքում։